Բարև ձեզ հարգելի հետևորդներ, Armen Press լրատվական գործակալության տաղավարում այսօր հյուրընկալել ենք ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանին։ Բարև ձեզ պարոն Ղազարյան, շնորհակալություն հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, սեպտեմբերի 9-ին Հայաստանն ու Եվրամիությունը տվեցին Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը։ Դրանից հետո այս թեմայի վերաբերյալ ավելի շատ, որքան ես հետևել եմ, հնչում են քաղաքական գնահատականներ եւ այդ գնահատականները մեր հասարակության մի զգալի հատվածի մոտ կարող են առաջացնել չարդարացված ակնկալիքներ գործընթացի ժամկետների առումով։ Կխնդրեմ մասնագիտական առումով ներկայացնել, թե ինչ է ենթադրում այս գործընթացը, ինչ փուլերով է անցնելու Հայաստանը եւ երբ հնարավոր կլինի հասնել գործընթացի ավարտին։ Շատ լավ, շնորհակալ եմ հրավերի համար։ Շատ կարևոր հարցադրում եք անում։ Երկու ասպեկտ պետք է առանձնացնենք այս հարցի շուրջ։ Առաջինը բովանդակային ասպեկտը եւ երկրորդը ժամանակային ասպեկտը։ Շատ դիպուկ եք նկատում, որ մեր հանրային խոսակցությունը հիմնականում կենտրոնանում է ժամանակային ասպեկտի վրա։ Դա բնական է, մարդիկ ակնկալում են երբ են ունենալու առավել դյուրացված ճամփորդելու հնարավորություններ դեպի Եվրոպական միություն, սակայն բովանդակային ասպեկտը այստեղ պակաս կարևոր չէ։ Եթե անդրադառնանք բովանդակությանը, ավելի հեշտ կհասկանանք նաև թե ինչ ժամանակներում է հնարավոր իրացնել այդ բովանդակությունը։ Մեկնարկի հայտարարությունից հետո, որ տեղի ունեցավ այո սեպտեմբերի 9-ին, երբ որ Հայաստան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտի Սխինասը եւ փոխվարչապետ Մեր Գրիգորյանի հետ պաշտոնապես հայտարարեցին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի մասին։ Դրանից հետո ենթադրվում է վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի նախապատրաստում։ Առաջիկա ամիսներին եվրոպացի գործընկերների հետ մենք կենտրոնանալու ենք այդ աշխատանքի վրա, լինելու են բազմաթիվ այցելություններ, քննարկումներ, որոնց արդյունքում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանն է ներկայացնելու վիզաների ազատականացման գործողության ծրագիր։ Անշուշտ այս փաստաթուղթը համատեղ է մշակվելու, բայց ֆորմալ իմաստով այն Եվրոպական հանձնաժողովը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետությանը։ Մենք այս պահին բնականաբար դեռևս չգիտենք ամբողջական բովանդակությունը վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի, սակայն ուսումնասիրելով այլ երկրների փորձը, ովքեր անցել են այս ճանապարհը, կարող ենք առանձնացնել 4 հիմնական բլոկներ, որոնց շուրջ պետք է տեղի ունենա երկխոսությունը։ Առաջինը դա տվյալների պաշտպանության, այդ թվում բիոմետրիկ կենսաչափական տվյալների պաշտպանության եւ փաստաթղթերի անվտանգության բլոկն է։ Երկրորդը միգրացիայի կառավարման ուրեմն եւ ապաստանի եւ սահմանների կառավարման բլոկն է, երրորդը հանրային անվտանգության եւ հանցավորության դեմ պայքարի բլոկն է եւ ուրեմն չորրորդ բլոկը առնչվում է հիմնարար ազատություններին եւ այսպես ասած արտաքին ուրեմն չափմանը։ Ժամանակային ասպեկտի առումով կարող եմ նշել, որ ամենակարճ ժամանակներում վիզաների ազատականացման գործողությունների ծրագրեր իրականացրել են Մոլդովան եւ Վրաստանը։ Մոլդովայից այդ ժամանակահատվածը պահանջել է 4 տարուց ավել, Վրաստանի պարագայում շուրջ 5 տարի։ Եվս մեկ թեմա կա, պարոն Ղազարյան, սրա հետ կապված, որ մեր հանրային տիրույթում շատ է քննարկվում, կա կարծիք, որ վիզաների ազատականացման դեպքում Հայաստանից արտագաղթի մեծ հոսք կլինի դեպի Եվրոպա։ Դուք սա ինչպես կմեկնաբանեք, կա արդյոք նման ռիսկ եւ պետությունն այս ռիսկը հաշվի առել է, թե ինչպես է կառավարելու։ Մենք կարող ենք սխալ պատկերացնենք, թե ինչ է նշանակում վիզաների ազատականություն։ Վիզաների ազատականությունը նշանակում է միայն մեկ տեսակի վիզայի պահանջի վերացում։ Այդ տեսակի վիզան դա կարճաժամկետ այցելության վիզան է, որը նշանակում է 1 տարվա ընթացքում յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում 90 օր Եվրոպական միության Շենգեն գոտու տարածքում ուրեմն գտնվելու հնարավորություն։ Այսինքն ինքը չի ընդհանրում աշխատելու հնարավորություններ, չի ընդհանրում ուսման հնարավորություններ, այլ միայն կարճաժամկետ այցելությունների համար ուրեմն հնարավորություններ։ Իսկ երբ որ ուսումնասիրում ենք այն երկրների փորձը, որոնք անցել են այս ճանապարհով, այդ երկրների թիվը շատ չէ, 8-ն է,
երեքը արևելյան գործընկերության երկրներն են՝ Մոլդովան, Վրաստանը, Ուկրաինան, իսկ 5-ը արևմտյան Բալկանների պետություններն են՝ Սերբիան, ուրեմն Մակեդոնիան եւ այլն։ Նայեք, այս պետություններում առաջի դրսևորումը վիզաների ազատականացումից հետո եղել է Եվրոպական միության տարածքում այդ երկրներից ապաստան հայցողների քանակի աճ։ Ոչ մի երկրում այսքան արդեն մեր հարևան Վրաստանը 2017 թվականից ունի ազատ վիզային ռեժիմ Եվրոպական միության հետ, հա, դա մոտավորապես 7 տարի է գործում է այդ վիզային ռեժիմը։ Մենք չենք տեսնում դրամատիկ փոփոխություններ միգրացիոն պատկերում։ Ինչն է կանխարգելելու անօրինական միգրացիան, երկու էլեմենտն են կանխարգելելու։ Առաջինը, ուրեմն դա Եվրոպական միության խիստ ռեգուլյացիաներն են միգրացիայի կառավարման մասով։ Եվ նաև նշեմ մի կարևոր հանգամանք եւս, այս տարի Եվրոպական միությունը ընդունել է միգրացիայի եւ ապաստանի վերաբերյալ պակտը, որը պայմանական ասած Եվրոպական միության միգրացիոն ռազմավարությունը կարծես թե լինի, որից բխելու են մի շարք Եվրամիության դիրեկտիվներում փոփոխություններ, եւ այդ փոփոխությունները եւս ուղղված են լինելու միգրացիոն կարգավորումների խստացումներին։ Եվ երկրորդ էլեմենտը դա վերադարձի համակարգն է, ռեադմիսիայի հետընդունման համակարգն է, որը Հայաստանի Հանրապետությունը իրացնում է ամբողջական իր պոտենցիալով, ինչը նաև կանխարգելիչ նշանակություն պետք է ունենա, ուրեմն հետագայում կրկնակի անօրինական միգրացիայի քայլերին դիմելու համար։ Պարոն Ղազարյան, քանի որ խոսեցիք Վրաստանից, թե ճիշտ եմ հիշում, Վրաստանը վերջին երկիրն է, որի համար Եվրամիությունը ազատականացրել է վիզաները, բայց հիմա Արևմուտքի եւ Վրաստանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին արդեն Եվրամիությունում քննարկումներ կան գործընթացը Վրաստանի համար կասեցնելու վերաբերյալ, եթե ի վերջո դա տեղի ունենա, ինչպես կարող է սա ազդել Հայաստանի հետ բանակցությունների գործընթացի վրա։ Դա որոշակի ազդեցություն կարող է ունենալ, բայց ես ավելի շատ կարող եմ նշել այն պրակտիկ ազդեցությունները, որոնք կարող է ունենալ մեր առօրյայի վրա, որովհետև պատկերացրեք, որ արդեն ինչպես նշեցինք 7 տարի է, որ առանց վիզային ռեժիմ է գործում Վրաստանի պարագայում եւ Եվրոպական միության երկրները, որոնք ունեին համապատասխան հյուպատոսական ծառայություններ, հյուպատոսական հիմնարկներ Վրաստանում, որոնց միջոցով տրամադրում էին Շենգեն վիզաներ, ճնշող մեծամասնությունը, թե ոչ բոլորը հիմնականում կամ կարողություններն են կտրուկ նվազեցրել եւ թողել են միայն աշխատանքային վիզաների համար կամ երկարաժամկետ ուսման ազգային վիզաների համար, ասենք D տեսակի պայմանական ասած վիզաների համար իրենց հյուպատոսական ծառայությունները, ինչը կնշանակի, որ Վրաստանի քաղաքացիները եթե կրկին ունենան վիզաներ ստանալու պահանջարկ, այդ պահանջարկը Վրաստանի տարածքում չի կարողանա բավարարվել։ Սա ես հնարավոր վատագույն սցենարն եմ ուղղակի պատկերացնում կամ նկարագրում եւ օրինակ առավել մոտիկ հյուպատոսական հիմնարկները կարող են լինել Հայաստանի տարածքում, որտեղ ասենք Վրաստանի քաղաքացիները կցանկանան ուրեմն ստանալ օրինակ Եվրոպական միության վիզաներ, սակայն սա այսպես հիպոթետիկ սցենար է եւ վատագույն տարբերակը շանկ այդտեղ չի հասնում։ Նշեցիք, որ վիզաների ազատականացման համար կարևոր պայման է սահմանների արդյունավետ կառավարումը։ Այս պահին Հայաստանի սահմաններից երկուսում կանգնած են Ռուսաստանի սահմանապահները, չնայած հայտարարվել է, որ մյուս տարվանից նաև հայ սահմանապահներն են նրանց հետ համատեղ ծառայություն իրականացնելու, բայց այնուամենայնիվ կարող է մեր տարածքում այլ երկրի սահմանապահների առկայությունը խոչընդոտ լինել ազատականացման գործընթացի համար եւ պահանջեն օրինակ հեռացնել սահմանապահներին։ Նայեք, այստեղ հիմնական խնդիրները, որոնք բարձրացվելու են սահմանների կառավարման իմաստով, դա լինելու է ինտեգրված սահմանների կամ համալիր սահմանների կառավարումը, սահմանային արդյունավետ գործընթացները, առնվազն սրանք այն հարցերն են, որ բարձրացվել են այն երկրների առաջ, որոնք անցել են վիզաների ազատականացման ճանապարհը Եվրոպական միության հետ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրերը դրանք այսպես ասած անհատականացված փաստաթղթեր են, հա, tailor-made են ասում անգլերենում, կոնկրետ երկրի համար մշակված եւ տարբեր երկրների համար պահանջները կարող են լինել տարբեր, սակայն մենք գիտենք, որ հիմնական ուրեմն կոնցեպտը
սահմանային կառավարման բարեփոխումների, դա ինտեգրված համալիր սահմանների կառավարման գաղափարն է։ Իսկ որքանով կարող է խոչընդոտ լինել փակ սահմանների եւ կոնֆլիկտների առկայությունը, հաշվի առնելով, որ Հայաստանը իր երկու հարևանի հետ ունի փակ սահմաններ եւ մեկի հետ դեռ չավարտված կոնֆլիկտը։ Շեշտադրումները հիմնականում սահմանային կառավարման գործիքն է։ Հիմա կառավարում ես այն սահմանները, որոնք ունես։ Եվ խոսքը մեծամասամբ առնչվում է սահմանային անցման կետերին, այդտեղ, որովհետև սահմանային համալիր կառավարումը հիմնականում առնչվում է սահմանային անցման կետերին, ձեր նշած հանգամանքը ավելի շատ կանաչ սահմանի կամ սահմանային անցման կետերի միջև ընկած հատվածի կառավարմանն է առնչվում։ Այս հարցերով առավել կոմպետենտ եւ առավել մասնագիտացված պատասխաններ անշուշտ ձեզ կտան մեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ գործընկերները, սակայն ընդհանուր վիզաների ազատականացման կոնտեքստում ես կարող եմ նշել, որ գործ ենք ունենալու սահմանների համալիր կառավարման գաղափարի հետ եւ այնպես չէ որ սա նորություն է Հայաստանի համար, Հայաստանը ունեցել է սահմանների համալիր կառավարման ռազմավարություն դեռևս 2000-ականների կեսերին, սակայն այդ ռազմավարությունը արդեն շատ կետերով ժամանակավրեպ է եւ կարծում եմ որ թերևս դրան անդրադառնալու եւ վերանայելու անհրաժեշտություն կարող է առաջանալ։ Ազատականացման համար կարևոր է նաեւ բիոմետրիկ անձնագրերի առկայությունը։ Հայաստանում արդեն իսկ քայլեր են ձեռնարկվում այդ համակարգը ներդնելու ուղղությամբ։ Խնդրեի ներկայացնեիք ինչ փուլում է գործընթացը եւ երբ հնարավոր կլինի ունենալ այս համակարգը Հայաստանում։ Շատ բարի, շատ կարևոր հարց եք բարձրացնում։ Այո, մենք ներքին գործերի նախարարության եւ միգրացիայի քաղաքացիության ծառայության ձևավորումից ի վեր այսպես ինտենսիվորեն ներգրավել ենք բիոմետրիկ կամ կենսաչափական տվյալների կառավարման համակարգի ձևավորման ուրեմն գործընթացում եւ ես կուզեի որ մենք նաեւ այս խոսակցությանը անդրադառնայինք ոչ միայն պարզապես փաստաթղթի տեսանկյունից, որովհետեւ սա շատերը հաճախ ընկալում են որպես թուղթը փոխվեց վատ թուղթ էին տալիս, հիմա լավ թուղթ են տալիս, սրա մասին չի խոսակցությունը ընդհանուր տվյալների կառավարման համակարգի մասին է, որտեղ մենք գործ ունենք անձի նույնացման հետ, անձի տվյալների պաշտպանության հետ, նամանավանդ այնպիսի զգայուն տվյալների, ինչպիսիք են անձի կենսաչափական տվյալները, եւ պետություն մասնավոր գործընկերության ձևաչափով կառավարությունը հաստատել եւ մեկնարկել էր 23 թվականի ավարտին կենսաչափական տվյալներ պարունակող փաստաթղթերի ձեռքբերման ուրեմն գործընթացը որակավորման փուլում դիմել էին կրկին միջազգային շատ հեղինակավոր ընկերություններ, որոնք այս ոլորտի առավել այսպես ուժեղ գիտակներն են աշխարհում 5 ընկերություններից որակավորվել են 3-ը դա տեղի ունեցել ուրեմն այս տարվա 24 թվականի կեսերին որակավորվել են 3-ը այդ մասին մենք ներքին գործերի նախարարությունը հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել շաբաթներ առաջ կառավարությունը հաստատել է առաջարկի հարցումը այսինքն երկփուլանի է սկզբից որակավորվում են այդ ընկերությունները ներկայացնում ենք այն որակավորումները որ ընկերությունը պետք է ունենա որպեսզի կարողանանք նրա հետ աշխատել այս փուլը ավարտված է հիմա առաջարկի հարցումն է այսինքն որակավորված ընկերությունները ներկայացնելու են մեզ առաջարկներ թե ինչպես են նրանք տեսնում այս համակարգի ներդրումը մեր ներկայացրած պահանջներին համահունչ, հա, կարող է մեկը մի քիչ այդ պահանջներից ավելի լավ առաջարկ ներկայացնել, մեկը այդ պահանջներին առնվազն այդ պահանջներից ցածր առաջարկ չեն կարող ներկայացնել։ 3 ընկերությունները ունեն ժամանակ մինչև այս տարեվերջ 24 թվականի ավարտ 25 թվականի սկիզբ, որպեսզի ներկայացնեն իրենց առաջարկները, այնուհետև մեկնարկում է 80-օրյա գնահատման փուլը ինչը նշանակում է, որ մենք 25 թվականի գարնանը կունենանք այն հեղինակավոր միջազգային ընկերությունը, որը ընտրված կլինի, որի հետ համատեղ պետությունը կներդնի այդ ուրեմն համակարգը եւ պայմանագրի ստորագրումից հետո ընկերությանը տրվում է մինչեւ 1 տարի ժամանակ, որպեսզի տվյալ ընկերությունը ամբողջությամբ ժամանակակից բոլոր ստանդարտներին համապատասխան համակարգներ դնի, ինչպես նաև սկսի մատուցել ծառայությունների մատուցման հատվածը եւս արտապատվիրակվելու է մասնավոր ընկերությանը, ինչ կապված է անձնագրերի եւ նույնականացման քարտերի մեր քաղաքացիներին
տրամադրելու այդ գործառույթի հետ։ Այսինքն մոտավոր հաշվարկներով 26 թվականի գարնանը մոտավորապես մենք կունենանք արդեն նոր բիոմետրիկ ամբողջությամբ ներդրված համակարգ։ Եվ պարոն Ղազարյան, եւս մեկ թեմա, որ շատ քննարկվում է եւ դժգոհությունների ալիք է բարձրացրել, խոսքը Եվրամիության դեսպանատներում վիզա ստանալու համար հերթերի մասին է։ Ես կխնդրեի, որ դուք ներկայացնեիք ձեր կարծիքը, թե ինչու է այս խնդիրը առաջացել եւ ինչպես եք դուք պատկերացնում այս խնդրի լուծումը, արդյոք այստեղ պետությունը օրինակ միջամտելու կարիք ունի կամ կարող է միջամտել, թե ոչ։ Մենք խոսում ենք այլ պետությունների կողմից փաստաթղթերի տրամադրման մասին, այլ պետությունների դիվանագիտական կամ հիպատոսական հիմնարկների կողմից փաստաթղթեր տրամադրելու մասին։ Ինչպես կարող է Հայաստանի Հանրապետությունը միջամտել այդ գործընթացին։ Այս խոսակցությունը նույնիսկ անտեղին է։ Միակ բանը, որ Հայաստանի Հանրապետությունը այս մասով կարող է անել, կարող է հորդորել Եվրամիության կամ համապատասխան եվրոպական երկրների գործընկերներին առավել, այսպես լավ ծառայություններ մատուցել կամ ավելացնել հյուպատոսական կարողությունների մեր երկրում, ինչը եւ Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար անում է։ Ես տեղյակ եմ, որ արտաքին գործերի նախարարության մեր գործընկերները պարբերաբար իրենց շփումներում այս հարցերը բարձրացնում են։ Մենք եւս մեր մակարդակում ներքին գործերի նախարարությունների, միգրացիոն ծառայությունների մակարդակում այս հարցը բարձրացնում ենք։ Սակայն սա լիովին Եվրամիության անդամ պետությունների սուվերեն իրավասության տիրույթում ուրեմն գտնվող հարց է։ Իսկ զուտ մասնագիտական կարծիք, թե ինչու է սա առաջացել, այո, ես դա ինձ կարող եմ թույլ տալ ներկայացնել, թե ինչու է դա առաջացել, եթե նկատած կլինեք, վերջին տարիներին մեր մոտ 3 հիմնական ինստիտուտներ կան, որտեղ պահանջարկի կտրուկ աճ կա եւ մեծ հերթեր, որը տարբեր ինստիտուտներ տարբեր կերպ են փորձում կառավարել։ Մեկը անձնագրերի հանդեպ պահանջարկի կտրուկ աճն էր եւ անձնագրային համակարգում ուրեմն հերթերի առաջացումը։ Մենք ներդրել ենք նոր հերթագրման համակարգ, որը էականորեն նվազեցրել է հերթերի քանակը եւ դյուրացրել հերթերի կառավարման գործը անձնագրային ծառայությունում։ Երկրորդը դա օդանավակայանում հաճախ առաջացող հերթերն են, որոնք տեղի ունենում այսպես մի քանի թռիչքների միաժամանակյա վայրեջք կատարելու հետ կապված։ Եվ երրորդը, այո, Եվրամիության անդամ երկրների դեսպանություններում եւ ուրեմն այսպես ասած արտապատվիրակված վիզա կենտրոններում տեղի ունեցող այս հերթերն են։ Իսկ մենք մեզ պետք է հարց տանք, իսկ ինչու այս 3 կետերում եւ ինչու միաժամանակ։ Բացատրությունը շատ պարզ է, մեր ավիացիոն շուկայում տեղի են ունեցել էական փոփոխություններ, հայտնվել են դեպի Եվրոպական միություն գնացող ավիաընկերություններ էժան ավիատոմսերով։ Երկրորդ կարևոր հանգամանքը մեր երկրում ուրեմն մարդկանց եկամուտները որոշակիորեն իրենց արդեն թույլ են տալիս այդ էժան սեգմենտում ճամփորդելու հնարավորություններ ունենալ։ Սա զուտ վերլուծման մակարդակով, թե ինչու է առաջացել խնդիրները։ Իսկ այսպես կարգավորման մասով ասեցի արդեն, որ միակ բանը, որ Հայաստանի Հանրապետությունը որպես պետություն կարող է անել, դա Եվրամիության իր գործընկերներին հորդորելն է առավել լավ ծառայություններ մատուցել մեր քաղաքացիներին եւ դա պարբերաբար անում է։ Իսկ խնդրի ամբողջական լուծումը անշուշտ վիզաների ազատականացումը որպես իրողություն արձանագրելն է։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, հարցազրույցի համար։